շնորհակալ Հաջան Երկու հատ մտահոգիչ հարց ունենք գյուղում։ Համեցեք Մեծ համայնք է, մեր 3-4 համայնքը գումարած իրար խոշորացված համայնքի չափ այդքան օզգա բնակչություն ունենք, բայց չունենք մի հատ սպորտ հրապարակ կամ մի հատ սպորտ դպրոց։ Չէ, ներողություն։ Եսի դպրոցին է։ Որոն Փաշինյան, շնորհակալ ենք սրա համար։ Հələ ուշադիր, չունենք մի հատ սպորտ հրապարակ։ Շնորհակալ ենք, 60 տարի չեք ունեցել։ Թող գնանք սպորտ հրապարակ։ Սպորտ դպրոցի խնդիրը պետք է լուծես։ Կլուծենք։ Եղբայր, մենք մեր նախընտրական ծրագրում գրել ենք, որ պետք է նաև սպորտ դպրոցներ կառուցենք։ Պարոն Խաչատրյան, սպորտ դպրոցների հարցը ինձ թվում է, գիտեք ոնց պետք է լուծենք։ Դուք էլ լսեք, սպորտ դպրոցների հարցը գիտեք ոնց պետք է լուծենք։ Կարծում եմ, որ մենք պետք է տիպային նախագիծ ունենանք, տիպային ստանդարտ, տիպային նախագիծ։ Տանք համայնքին եւ բան անենք, եւ ասենք, թե այդտեղ ինչքան աշակերտ կարա հաճախի։ Տանք համայնքներին, որ համայնքները աշակերտների թիվը տվին, որ համապատասխան թվով աշակերտներ ունեն սպորտ դպրոց հաճախելու եւ մոտակա շարավղով ստանդարտին համապատասխան ֆիզկուլտուրայի եւ դահլիճ չկա, առաջնահերթությունը կսկսենք այդտեղից, հետո կամած արդեն կարանք ավելի փոքր ստանդարտի էլ դնենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Նկատի ունեմ, պետք է աշակերտի հետևից գնանք, էլի։ Հաջորդ հարցը մի վարքյան նախարարը բան ասում։ Մարզաձևերի մասով էլ, հա, ճիշտ է։ Չէ, մեր երեխեք սող ինվալիդ են, մեծանում բանակ էլ չեն իթում։ Բա դրա համար է։ Հա, ճիշտ է, մարզաձևերի խնդիր էլ կա։ Ունենք պրոյեկտներ։ Հիմա ենթադրենք, տեսեք, այն օրը գնացինք Արտուր Աբրահամի անվան դպրոցը։ Հիմա այնտեղ համ կա խաղային ձև, համ մյուս։ Ենթադրենք, եթե տեղ ունենանք, որ մենք ունենանք հարյուրավոր աշակերտներ, պոտենցիալ, մենք կարող ենք տենց կոմբինացված սպորտ դպրոց կառուցել։ Բայց տեղ կա, որ կասեն քիչ է եւ այս մարզաձևն են տարածված, այսինքն տենց մոտեցումներ պետք է ցուցաբերել։ Որով վարչապետ, հարցս հետևյալը, մի հատ էլ վերաբերում գյուղատնտեսությունը կանգնած է այսօր։ Չեն վարում ցանում, պոճառ է, հետևանքն եմ ասում, որ ինչի համար։ Ուրեմն առաջ կորկթակոյաններ, այսօր մի հատ կորկթակոյան չունենք, այդ տորածքը ցանում ենք, մեկ էլ կորկուտը գալում, խփում տոնում է, բարձր լեռնային շրջաններում ենք օգնում։ Խնդրում ենք այս հարցնել մի հատ կարկտակայանի խնդրեմը հետևյալն է, որովհետև այդ օթային կարկտականները որ կան, իմաստության գիտական մեթոդով հիմնավորվել է, որ իրանք էֆեկտիվ չեն եւ ոչ միայն օգուտ չեն տալիս, այլև շատ հաճախ վնաս են տալիս կողքի համայնքին։ Այսինքն հիմա մենք պետք է մտածենք այդ խնդիրը ոնց լուծենք եւ մենք մտածենք դաշտերը մնում, չէ, դաշտերը մնում, դե լուծում պետք է գտնենք։ Լուծումներից մեկը բերքի օրակն է վերջում։ Լուծումներից մեկը ապահովագրությունն է։ Մյուս լուծումները պետք է մտածենք։ Այնտեղ որտեղ օդանավականներից բանից հեռու են, նաև տենց ինչ-որ հրթիռային տարբերակներ կան, բայց էդ էլ հիմա թռիչքային անվտանգության հետ կապված խնդիր է, մանավանդ որ մենք մտադիր ենք Գավառի օդանավականն էլ բան անել, աշխատացնել, բացել փոքր ավիացիա, այսինքն sense նրբություններ կան, որ պետք է հաշվի առնենք, էլի։ Բայց իհարկե մեր օրակարգում կա։ Երկու օր առաջ ենք փոխվարչապետի հետ այդ թեմայով Ժորժ ջան, սպասեք գնանք նայենք էլի դաշտը։ Հաջա